Դե եթե իհարկե դուք էլ հենց այն կարևոր գուրուն եք, ով խոհանոցում կարողանում է ցակավորել եւ պատրաստել ամենահամեղությունը, ապա հաստատ դուք հաճելի ընկեր կլինեք մեր Ադրինեի համար, որտեղ Ադրինեն այսօր բացառություն չի անելու եւ նորից համեղ հետաքրքիր բան է պատրաստելու, չէ՞ Ադրինե։ Իհարկե, Սուրեն ջան, դու իրավացի ես։ Բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս միացեք մեզ, հատկապես այսօր այնպիսի եղանակ է ուզում ես այսպես պարկել հեռուստացույց, դիտել եւ դիտել առաջին ծրագիրը։ Ես այսօր ձեզ ուզում եմ առաջարկել, ինչու ոչ, եղանակին համահունչ որևիցե աղցան, այն լավ աղցաններից մեկը, որը շատ օգտակար է, շատ սննդարար է, շատ հագեցնող է, իմիջիայլոց նշեմ, այն աղցաններին է պատկանում, այն շարքին է աղցանների պատկանում, որոնք հագեցնող են, որովհետև այստեղ մթերքների առումով կան շատ հագեցնող բանջարեղեններ։ Այստեղ ունենք կարտոֆիլ, ասես այս աղցանի հիմքը լինելու է կարտոֆիլը, որը արդեն նախապես ես խաշել եմ, պարզապես պետք է մշակենք, տրորենք եւ անցնենք առաջ, եւ այստեղ ունենք բազուկ, ունենք գազար, եգիպտացորեն եւ իհարկե թթվասերենք այստեղ օգտագործելու։ Սիրելիներս հերթականությամբ ամեն բան։ Ես մի փոքր բնականաբար ժամանակը շահելու համար շտապել եմ եւ իհարկե նախապես խաշել եմ այս բոլոր բանջարեղենները, բայց հիմա էլի process ունենք անցնելու, ինչ պետք է անենք։ Ես ասեմ, որ այս աղցանը շատերիդ հաստատ գիտեմ, որ ծանոթ է։ Այսինքն այն տորտ աղցան տարբերակն է, որը շատերս պատրաստում ենք, այն պատրաստվում է շերտ առ շերտ, յուրաքանչյուր բանջարեղենը մի ամբողջական շերտ է լինելու, այսպես իրար վրա հավաքելու ենք, բայց մինչ այդ պետք է այս ամենը տապակենք, ինչ պետք է անենք, կարտոֆիլը պյուրեի պետք է վերածենք, ասեմ, որ կարող եք պյուրե նորից տաքացնել, եթե սիրում եք, կարող եք սոխով տապակել այն եւ այդպես օգտագործել։ Ինչ մեղքս թաքցնեմ, սիրելիներս, շատ տարիներ առաջ, երբ այս աղցանը իմ ճաշացանկում, այսինքն այդ սննդի ցանկում կա։ Ես մշտապես այն տապակել եմ սոխով, այս բոլոր բանջարեղենները, ողջույն Սուրեն ջան։ Հերթով ես տապակել եմ սոխով։ Հիմա այս վերջերս մի փոքր այսպես այս տապակման process-ից դուրս եմ եկել, պարզապես քերիչով անցկացնում եմ այս բոլոր բանջարեղենները եւ շերտ առ շերտ հավաքում եմ։ Բայց ուզում եմ այսօր մանրակրկիտ միասին անենք այս process-ը։ Ձեզ օգնելու բան կա։ Սիրելիս, երևի թե չէ, օգնելու չէ, բայց քո գերակցությունը այսինքն հասկացա տորտ ես պատրաստում ես համար։ Այո, աղցան տորտ, շատ հայտնի է այն։ Այո, ես հիշում եմ, որ դա ժամանակին պատրաստում էր հենց հատուկ հենց նոր տարվա գիշերը եւ շերտ առ շերտ ու այդպես մնում էր, որովհետեւ ուրիշ այնքան համեղ բաներ կար հետը միասին, որ այդ աղցանը այդպես էլ խեղճ ու կրակ մնում էր սեղանի վրա։ Բայց եթե փորձում էիր, հաստատ հավանում էիր, որովհետեւ այն շատ, ասում եմ, շատ հագեցնող է առաջին հերթին, հետո շատ այսպես սննդարար, լավ մթերքներ կան եւ իմիջիայլոց մի փոքր ես կարծում եմ այսօր ինչու որոշեցի սա, որովհետեւ եղանակային ասես պայմաններին շատ հարմար էր։ Մենք իմացանք, որ Ադրինեն առավոտյան պատուանից նայում է եղանակին, Այո, որոշ։ Եղանակին համահունչ այսօրվա ուտեստը պիտի լինի։ Շատ ճիշտ ես, կա նման բան, նման խենթություն ունեմ, այո։ Բայց դե ինձ թվում է, չգիտեմ, հեռուստադիտողն եթե վաղուց չի պատրաստել եւ մոռացել էր այս աղցանի մասին, այսօր կարող է փորձել կամ նախապատրաստական աշխատանքներ կատարել մոտակա օրերի համար, կամ այսօր ինչու ոչ, եթե համապատասխան իրականում կարելի է որոշակի բաներ նաև բացառել, եթե եգիպտացորենի հատիկներ օրինակ չկա, կարելի է չանել այս աղցանի մեջ դա։ Կարելի ավելացնել նաև թթու։ Անպայման թթու ավելացնելու ենք, վարունգ պետք է ավելացնենք։ Ես իմիջիայլոց մոռացել եմ այս պահին դնել սեղանին, բայց թթու վարունգ անպայման պետք է օգտագործենք եւ շատերը կան, որ այստեղ հավկիթել են, մի շերտ էլ հավկիթ են ավելացնում։ Ես ճիշտն ասած հավկիթ, բայց եթե չգիտեմ, հավկիթի հետ Արի առանց հավկիթ առանց հավկիթ ամեն դեպքում զերծ մնաք։ Այո, ես այսօր որոշել եմ, որ առանց հավկիթ, բայց եթե ցանկություն կա, օրինակ, եգիպտացորենը փոխարինել հավկիթով։ Հավկիթով կարելի գիտես երբ անել, զատկի տոնին, գեղեցիկ հավկիթ այդ դեղինը լցնել այս տորտի վրա եւ ստանալ
զատկային, այո, ապրիլի 20-ին է, եթե չեմ սխալվում։ Այո, չես սխալվում, ապրիլի 20-ին է այս տարի։ Ես անհամբեր սպասում եմ, իմ սիրելի տոնն է։ Դա շատ հրաշալի ընտանեկան, շատ գեղեցիկ տոն է։ Ամենաջերմ տոներից մեկն է։ Այսպես, հիմա տրորելուց հետո սիրելիներս, այստեղ ավելացնում ենք աղ, պղպեղ, բոլոր համեմունքները, այն ինչը որ մենք սիրում ենք։ Իսկ ես սիրում եմ շատ համեմունքներ, ու հիմա այս պահին կավելացնենք այդ բոլորը։ Ես արդեն նշել եմ մի անգամ, որ իմ ամենասիրելի աղցանը, դա երբ որ կարտոֆիլը խաշվում է ուղղակի, հա, եւ այդպես կտրատվում, կանաչի, թթու, սոխ ինչու ոչ, եթե տանես, համեմունքներ ու այդպես։ Ես էլ եմ շատ սիրում։ Շատ եմ սիրում այդ աղցանը։ Այո, իմիջիալոց ես անգիտակից ուտում եմ։ Իմիջիալոց ես գաղտնիք բացեմ, նու գաղտնիք չէ, իմ առօրյայից 3 աշխատանքի վայրում, մյուս աշխատանքից վայրում գնացի գործընկերներս ասացին, բա այսօր ինչ ենք ուտելու, ասի երեխեք ջան, եկեք կարտոֆիլ խաշենք, այդպես ուտենք։ Եվ այդպես էլ արեցինք, որ շատ համեղ էր։ Քո ասած տարբեր։ Ահա, տեսնում եք։ Արագ ու գեղեցիկ։ Շատ համեղ է, երբեմն նաև կարոտում ես, այնքան արդեն առօրյայում մենք բազմապիսի։ Սա պետքա բացել։ Անպայման։ Բազմապիսի ուտելիքներ ենք ուտում, երբեմն հասարակ ուտելիքներին շատ կարոտում ենք։ Ուժեղ մարդը ուրիշ բան է։ Տադա։ Ինչքան գեղեցիկ է զարդարված, այս հենց հավասար շարված է։ Ես փորձեմ առաջինը։ Փորձիր, իհարկե։ Ես այստեղ ավելացնում եմ նաև կարմիր պղպեղ, սիրելիներս։ Մի փոքր քրքում կավելացնեմ, որպեսզի գեղեցիկ գույն ունենա մեր այս համեղ կարտոֆիլը, բայց եւս մեկ անգամ կնշեմ, սուր, որ խնդրեմ մի գթալ ինձ կարող ես տրամադրել, շնորհակալ եմ, ես ասեմ սիրելիներս, ցանկության դեպքում անպայման տապակեք նորից կարտոֆիլը, որպեսզի շատ ավելի, չնայած ես այստեղ մի փոքր բուսայուղ կավելացնեմ, անպայման, դուք կարող եք տապակելիս ավելացնել կարագ, սա էլ շատ կարևոր է, որպեսզի փափուկ լինի մեր պյուրեն։ Եվ իհարկե ամենաառաջին շերտը լինելու է կարտոֆիլը։ Սկսելու ենք կարտոֆիլի վրա հավաքել։ Հիմքը լինելու է կարտոֆիլը։ Այսքան հերիք, հա։ Դա մեր աղցանին չէ, մենք ամբողջ սրվա եթե հերիք չուրեմ ես ես այո, դու դա կարող ես վայելել, մենք շատ ենք օգտագործելու թթու, որ ամբողջական մի այսպիսի ամբողջ շերտ կարողանանք ծածկել թթվով։ Իմիջիալոց թթվի շերտը հենց կտեղադրեմ կարտոֆիլի վրա, որպեսզի համահունչ է, չէ, կարտոֆիլ եւ թթու, այդ համադրությունը լավ ստացվի։ Այսպես, սա պատրաստեցինք, ուրեմն այստեղ ընդհանրապես ավելացրեցի սիրելիներս մի փոքր բուսայուղ եւ համեմունքներ։ Սա կթողնենք մի կողմի վրա։ Դեռ հավաքելու process-ը չենք սկսի, կթողնենք ավելի ուշ, որպեսզի հերթականությամբ այսպես հավասար գնանք առաջ եւ հերոստատիտողին պարզ լինի։ Սա գնաց մի կողմ։ Հաջորդ գործողությունը, այո, պետք է գազարը անցկացնենք քերիչով եւ իհարկե տապակենք։ Ինչպես նշեցի, որոշել եմ բոլոր բանջարեղենները տապակել հերթականությամբ, ինչպես ես շատ վաղուց անում էի։ Այս վերջերս եմ ծուլացել, ուզում եմ իմ գործերը հեշտացնել, ժողովուրդ ջան, սենց արագ քերիչը անցկացնեմ, շարեմ իրար վրա, վերջանա գնա։ Բայց միևնույն է շատ համեղ է ստացվում։ Չգիտեմ, դա չգիտեմ, բայց այո, շատ համեղ է ստացվում, ես կարծում եմ ինչ որ բան կա ավելացնել։ Ընդամենը, եթե մի փոքրել գոնե 1 րոպե ժամանակ ունենք, այո, մենք փորձենք հերոստատիտողին ցույց տալ այս process-ը եւս մի փոքր բուսայուղում, չնայած այնպիսի բան չկա այստեղ, որ պետք է զարմացնենք հերոստատիտողին, բայց այնուամենայնիվ լավ կլինի, որ այս process-ը տեսնի հերոստատիտողը եւ ասեմ, որ ես նույնիսկ կարող եմ կիսատ թողնել, այսքանով սկսենք, ես այստեղ ավելացնեմ համեմունքները, որպեսզի Ինչ համեմունքներ են, հանգիստ կարող ես։ Այո, որպեսզի հերոստատիտողս իմ սիրելի հերոստատիտողը տեսնի այս ամենը։ Այստեղ կծու, իմիջիալոց պղպեղը մի փոքր կծու է, կարմիր պղպեղը, սև պղպեղ, այսպես, իհարկե չչարաշահեմ, էլի անպայման քրքում գազարին կավելացնենք, բազուկին չենք ավելացնի քրքում, բայց գազարին կավելացնենք։ Այստեղ մի փոքր աղ եւ կտապակենք, այսպես։ Ես կշարունակեմ այս
քերիչով անցկացնելու process-ը, իսկ այստեղ հանգիստ կտապակվի, այո, ես ինչու ոչ կարող եմ նաև այս գթալը օգտագործել։ Ահա, այսքան բան, առայժմ այսքան։ Դե առայժմ այսքանը, դուք մնացեք մեզ հետ, հետևեք մեր ծրագրին, իհարկե հաջորդիվ արդեն տաղավարում կողջունենք մեր հյուրերին, այնպես որ հետաքրքիր է լինելու բավականին լավ ու գեղեցիկ աշխատանքի մասին ենք խոսել։ Մնացեք մեզ հետ, այս պահին դարձած։ Մնացեք մեզ հետ։ Այո, հետո կվերադառնանք։ Եվս մեկ անգամ բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, իմ թանկագին հեռուստադիտողներ ջան, այսօր պատրաստում ենք շատ համեղ աղցան։ Շատ այստեղ տեսնում եք բազմապիսի բանջարեղեններ կան, որոնք արդեն մոտավորապես մի մասը արդեն պատրաստ է։ Եվս մեկ անգամ կրկնեմ, թե ինչ ենք պատրաստում, այսօր պատրաստում ենք բոլորիս կողմից սիրված տորտ աղցանը, որը շերտ առ շերտ բազմապիսի բանջարեղեններ այսպես տապակում ենք կամ պարզապես խաշում ենք ու այսպես շարում ենք իրար վրա։ Հիմա ինչ ենք արել, մենք ունենք պյուրե արդեն պատրաստի վիճակում, այստեղ ես ավելացրել եմ բուսայուղ, մի քանի համեմունք։ Կարմիր պղպեղ, սև պղպեղ, քրքում, աղ բնականաբար, դուք ընտրեք ձեր սիրելի համեմունքները։ Մենք ինչպես հիշում եք, քիչ առաջ տապակեցինք գազարը, էլի համեմունքներով, եւ իհարկե ես հիմա թողել եմ, որպեսզի սառչի։ Ահա, այսպես, սա էլ մնա մի կողմի վրա, եւ այս պահին մենք արդեն սկսում ենք տապակել բազուկը, հասցրեցի բազուկը քերիչով անցկացնել, իհարկե հիմա պետք է տապակենք։ Եվս մեկ անգամ ասեմ, սիրելիներս, ցանկության դեպքում, եթե սոխ սիրում եք, այս բոլոր բանջարեղենները շատ ավելի համեղ են դառնում, եթե տապակում ես սոխով։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս, եթե որից է հարց չունեք սոխի հետ կապված, ապա այս բոլոր բանջարեղենը, այսինքն գազարը, կարտոֆիլը ոչ, կարծում եմ կարտոֆիլը պետք չէ, բայց գազարը եւ բազուկը ինչու ոչ տապակեք սոխով։ Ահա։ Հիմա այստեղ ավելացնում եմ բազուկը։ Իմիջիալոց շատ լավ բազուկ էր, այնպիսի կարմիր գեղեցիկ գույն ունի, ահա տեսնում եք, երբեմն պատահում է բազուկ ենք առնում, բայց այսպես ասած մի բան այն չէ, բայց այս պարագայում չգիտեմ, հաջողված է շատ, ինչի համար շատ ուրախ եմ։ Այսպես, այստեղ նորից կավելացնենք համեմունքներ, բնականաբար աղ կավելացնեմ եւ սև պղպեղ։ Այստեղ չեմ չարաշահի համեմունքները, ընդհանրապես կավելացնեմ սև պղպեղ։ Բայց գազարը ասեմ, նշեմ, որ ուրեմն կարմիր եւ սև պղպեղ օգտագործեցի եւ մի փոքր էլ քրքում։ Այսպես շատ լավ է։ Եվ սկսենք համբերատար տապակել նաեւ բազուկը։ Այստեղ շատ գործ պետք չի անելու, այսինքն շատ երկար չի տևելու process-ը տապակման, քանի որ բազուկը արդեն եփված է, պարզապես մեզ պետք է, որ յուղի մեջ թաթախվի այս համեմունքները ներծծվեն ընդամենը այսքանը։ Եվ իհարկե կդնենք կսառչի։ Այսպես, մինչ բազուկը մի փոքր կտաքանա, կտապակվի, ես փորձեմ ուրեմն մեր թթու վարունգը քերիչով անցկացնել։ Սիրելիներս, ինչու քերիչով կանցկացնեմ, որովհետև բոլոր բանջարեղենները, բազուկը եւ գազարը այսպես քերիչով են անցկացրել, վարունգը եւս, որպեսզի համահունչ լինի եւ շերտերը գեղեցիկ լինեն եւ իրար համապատասխան։ Եվ այսպես անցնենք առաջ, ես հագնեմ ձեռնոցս եւ իհարկե սկսենք քերիչով անցկացնել մեր վարունգը։ Վարունգները այստեղ ունենք շատ փոքրիկ տարբերակներ, սրանք կպահենք ավելի ուշ կամ պարզապես չենք օգտագործի, խոշորները ինչու ոչ, խոշորներից կսկսենք, փորձենք այսպես։ Գնանք առաջ, պոչիկները իհարկե կկտրեմ։ Ես եկա, որովհետև դու խոսեցիր թթու վարունգի մասին, ես պետքա փորձեմ նոր ադրին։ Այո, փորձի, անուշ լինի, եւ այսպես ես հերթականությամբ այս ամբողջ տարան քերիչով կանցկացնեմ։ Բավականին արդեն ամեն պատրաստ է, կարտոֆիլը պատրաստ է, գազարը տապակվել է։
Այո, հիմա բազուկն է տապակվում, մենք քիչ ավելի ուշ կսկսենք ամենագեղեցիկ ընթացքը դասավորելու, այո, շերտավորելու ընթացքը, այնպես որ հեռուստադիտողին հորդորում ենք, որ մնան մեզ հետ։ Մենք դեռ այս սոուսը, թթվասերով սոուսը պետք է էլի համեմունք ավելացնենք, այսպես գեղեցիկ, որպեսզի շատ ավելի համեղ եւ խիտ եւ օգտակար եւ հարուստ համ ստանա մեր աղցանը, դա էլ է շատ կարեւոր։ Եվ այսպես Իսկ ավելի հեշտ չի լինի կտրատել, որովհետև շատ մանր են, դժվար չի քեզ Կարելի է նաև կտրատել, բայց ես քիչ առաջ էլ նշեցի, որպեսզի բոլորը համահունչ լինեն, քանի որ երկու տարբերակները ես քերիչով եմ անցկացրել։ Այո, իհարկե, պետք է նաև գեղեցիկ լինի։ Շատ լավ, դե մինչև դու այս ամենով զբաղվում ես, այսպես կարճ դադարներ հայտարարենք մեր եթերում, հետո արդեն կվերադառնանք շարունակենք։ Բայց սնունդը նույնպես շատ կարևոր է, եւ այդ առիթով տեղափոխվում ենք հիմա խոհանոց, Ադրինե։ Շնորհակալ եմ Սուրեն ջան, այդ քո ասած կուբիկները կարելի է նաև այսպես սնունդը եւս նպաստի այդ կուբիկները ավելանան։ Ասում էիր 4-ը կդառնան այո 6 եւ մարզվելու եւ ճիշտ սնվելու շնորհիվ։ Եվ սիրելիներս ասեմ ինչ ենք անում այս պահին։ Ահա սոուսը պետք է պատրաստենք, սոուսի համար մեզ պետք է ընդհանրապես թթվասեր, ես այսօր թթվասեր եմ օգտագործում, բայց ցանկության դեպքում կարող եք այստեղ ինչ ոչ մի փոքր մայոնեզ ավելացնել, բայց ուզում եմ ավելացնել բուսայուղ, մի փոքր կարելի է թթվասերին ավելացնել բուսայուղ ու համեմունքներն էլ կօգտագործենք աղա անպայման, էլի կօգտագործենք դասական տարբերակը, սև պղպեղ, այսպես, մի քիչ էլ կարմիր պղպեղ, ինչու մի քիչ, որովհետև մեր կարմիր պղպեղը կծու է, այսպես շատ քիչ, չչարաշահենք, որովհետև գազարի մեջ էլ ես ավելացրել եմ կծու պղպեղ, այնպես որ հաճելի լինի, շատ կծու չստացվի մեր աղցանը, այսպես լավ խառնենք, Եվ սկսենք իսկական պրոցեսը, այսինքն այն աղցանը հավաքելու պրոցեսը, որը շատ հաճելի եւ գեղեցիկ պահ է, այսպես։ Թողնեմ մի կողմի վրա սոուսը այս պահին եւ իհարկե անցնենք առաջ մեզ պետք է աման, ես իհարկե կօգտագործեմ գեղեցիկ այս փայտե ամանը, որի վրա կհավաքենք մեր աղցանը, այս գոտիով տարբերակն էլ շատ լավն է, այսինքն կնպաստի նրան, որ շատ հավասար եւ գեղեցիկ մենք այդ տորտի տեսքը ստանանք։ Իհարկե ամանների ընտրությունը կարելի է նաեւ թափանցիկ գեղեցիկ վազիչկայի ամանի մեջ այսպես հավաքել, որպեսզի շերտերը գեղեցիկ Երևան թափանցիկ ամանի մեջ։ Մի խոսքով տարբերակները բազմապիսի։ Այո, դու սկսում ես շերտերով դասավորել, ես ընթացքում նշեմ, որ այստեղ օգտագործվել են նաև այնպիսի համեղություններ, որոնք ներկայացնում են Ջևանի գինու գործարանի պահածոները հատկապես, որտեղ թթուները եւ շատ ու շատ պահածոների տեսականիներ, կարծում հասանելի են բոլորի համար եւ խանութներում, օգտագործել ենք, պարբերաբար նաև օգտագործում ենք այն բոլոր հաճելի մթերքները, որոնք ներկայացում են հենց Ջևանի գինու գործարանի կողմից։ Իդեպ նշեմ, որ ամենահամեղները նաև ամենահամեղների շարքին պատկանում են կոմպոտները, որտեղ տնական պատրաստածի համն ունի։ Այո, շատ, ես քեզ հետ համամիտ եմ, մեր մամաների ձեռքով պատրաստած կոմպոտի համը։ Դուք էլ որ գնեք, փորձեք։ Շատ լավ։ Առաջինը կարտոֆիլի շերտն է։ Այո, կարտոֆիլի շերտն եմ ուրեմն հավասարեցնելու, ես երևի թե ձեռնոցները կհագնեմ եւ կանցնեմ գործի։ Շատ լավ, իսկ ես նշեմ, որ նախաճաշելու համար, եթե մարզվում եք, հատկապես պետք են շատ սպիտակուցներ, որոնք տալիս են այ մկաններին սնուցելու այդ կարևոր էլեմենտը։ Այս դեպքում էլոլա ներկայացնում է կատնամթերքի լայն տեսականին, ոչ միայն Հայաստանում, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցներն ունեն հնարավորություն հայկական խանութներից ձեռք բերելու էլոլան եւ վայելելու Սունյաց լեռների համը եւ իհարկե այդ անզուգական տպավորությունը, որը տալիս է միայն հենց այդ լեռները եւ այնտեղից ստացված յուրաքանչյուր բարիք։ Այնպես որ էլոլայի ամբողջ կատնամթերքի տեսականին խանութներում էստեղ Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս։ Այո, եւ նշենք հաստատ, որ այս սոուսը ես պատրաստեցի հենց էլոլա ապրանքանիշի թթվասերով, որը շատ հագեցնող է, շատ համեղ է եւ յուրաքանչյուր նախաճաշին, յուրաքանչյուր ուտեստին, որից է սոուս պատրաստելու
ստանալու համար շատ հարմար է։ Իսկ այստեղ նաև Ադրինեին օգնում են տախտակը, որը ներկայացնում է տրամոնտինան, ի դեպ ուզում եմ նշել, որ տախտակները, որոնք պատրաստում է տրամոնտինան, տախտակները աճեցված, հատուկ աճեցված ծառատեսակից են, որը հատուկ հենց տրամոնտինայի աճեցնում է, արտադրում, որպեսզի ոչ մի բնության ոչ մի փոքրիկ էլեմենտ հանկարծ չվնասվի։ Եվ ասեմ, որ ունեն հատուկ ծածկույթ նաև պատրաստման ընթացքում, որոնք իրենց վրա չեն հավաքում թունավոր բակտերիաները եւ իհարկե հասանելի են ոչ միայն սիրողական խոհանոցում, նաեւ պրոֆեսիոնալ ռեստորանային ոլորտում, այնպես որ տրամոնտինան այս մասին մտածել է շատ մանրամասն։ Դանակները բոլոր այն պարագաները, ինչը վերաբերում է խոհանոցին, օրինակ այս բահիկը շատ հարմար է, ես այստեղ մեծ տեսականի ունեմ հարմարավետ աշխատելու համար եւ հիմա նաեւ կօգտագործենք այս պահին, արդեն կարտոֆիլի շերտի վրա կտրորեմ ես մեր ուրեմն սոուսը, թթվասերը, այսպես, այն կարելի է վրձինի օգնությամբ նաև տրորել, բայց ես կարծում եմ բահիկը շատ ավելի, գոնե ինձ համար շատ ավելի հարմար տարբերակ է, այսպես կտրորենք սոուսը եւ իհարկե վրան կավելացնենք թթու վարունգը, հաջորդ շերտը կլինի թթու վարունգը։ Ես ինչու ամենասկզբում նշեցի, կարծում եմ կարտոֆիլի վրա ավելի համահունչ կլինի առաջին հերթին տեղադրել թթու վարունգը։ Այսպես այսպես ես թողնեմ սա մի կողմի վրա եւ ավելացնենք թթու վարունգը, էլի տարածենք, այսպես, փորձենք շատ արագ այս բոլորը անել, որպեսզի հեռուստադիտողը արդեն տեսնի, թե ինչ է կատարվում։ Նույնիսկ հյութը մի փոքր տեղին կլինի, թթվի հյութը, որովհետև այսպես կարտոֆիլը կներծծի իր մեջ եւ շատ ավելի համեղ կստացվի։ Հաջորդիվ նորից սոուս ենք ավելացնում։ Վաու։ Այո, ամեն շերտի վրա մի փոքր սոուս կավելացնենք։ Եթե այսպես քչանա մեր սոուսը, ես նորից կպատրաստեմ։ Որքան հնարավոր է, սիրելիներս, տրորեք այնքան, որքան հնարավոր է, եթե որոշակի հատվածներ այսպես բաց մնան, որևիցե խնդիր ես չեմ տեսնում այստեղ։ Ամեն դեպքում թթվասերը սոուսը իր գործը կանի, որքան որ պետք է։ Այսպես, էլի լավ է։ Այսպես ես այսպես ձեռքի օգնում եմ։ Քանի որ մենք մի հրաշալի շրջան ենք հիմա ապրում, գարնանային շրջանը, որը ծաղկունքի շրջան է եւ յուրաքանչյուր նոր միտք, նոր գաղափար ծնվում է հատկապես եւ զարգանում գարնանը եւ շատերիս մոտ նույնիսկ այդ նոր ինչ որ գործ սկսելու ակնկալիքն է, հա, գարնանը։ Հաշվի մի առեք այս անձերը, որտեղ դա նույնպես սիրո դրսևորումն է, դա բնության սիրո դրսևորումն է, ծառերին, բուսականությանը, որպեսզի շատ արագ կանաչեն եւ շատ շուտով նաեւ կբացվեն ծիրանենիները, ես շատ եմ սիրում եւ քաղաքը կստանա այդ սպիտակ ու գեղեցիկ ծաղիկների տրամադրությունը եւ բույրը։ Եվ գարնան հետ միասին ասոցացվում են այն բոլոր երգերը, որոնք մեզ ժառանգություն են մնացել շատ տաղանդավոր մեր հրաշալի Էլվինա Մակարյանից, որովհետև հենց նրա երգերում է գովերգվում ավելի շատ Երևանը, գարունը, առանց սեր չկա գարուն, ինչպես ասվում է երգի մեջ, եւ շատ շուտով հենց շատ շուտով արդեն կկայանա մի շատ գեղեցիկ նախաձեռնություն, պրոյեկտ, որտեղ ներկայացվել է Էլվինայի երգերը, շատ տաղանդավոր երիտասարդ արտիստների կատարմամբ, այնպես որ սա նույնպես հիանալի առիթ է գարնան տրամադրությունը Էլվինա Մակարյանական շնչով վայելելու համար, եւ քիչ հետո արդեն տաղավարում ենք խոսելու ենք հենց այդ մասին եւ փորձելու ենք հասկանալ հատկապես որ երգերն են ներգրաված եւ ինչ տրամադրություն կա, որտեղ յուրաքանչյուրս Էլվինայի երգերն ընկալում ենք յուրովի, որովհետեւ այդ երգերն այնպիսին են, որ շատ այսպես կոնկրետ են յուրաքանչյուրի համար։ Եզակի, ես չգիտեմ, հաջորդ Էլվինա Մակարյան երբևէ ինձ թվում է շատ եզակի անձնավորություններ, եզակի վարպետ, եզակի արվեստագետ, ինձ թվում է, չգիտեմ, նրանից մի հատ էր, մի հատ։ Այո, տեսակ, ձև եւ իհարկե հետաքրքիր տրամադրություն, որը կարծում եմ, որ յուրաքանչյուրին հաղորդելու համար պարզապես պետք է վայելել այն երգերը, որոնք հենց ներկայացում են եւ ճիշտ է, նրա կատարմամբ իր բոլոր երգերը շատ յուրահատուկ են, բայց այսօր նաեւ երիտասարդ արտիստները եւ ոչ միայն, նաեւ մեծ սերունդը նույնպես շատ գեղեցիկ է ներկայացնում այդ երգերը եւ հատկապես եթե այդ երգերը հնչելու են արդեն իհարկե օրկեստրի ուղեկցությամբ, սա նույնպես շատ կարևոր է։ Եվ շատ
Ներողություն եմ խնդրում եւ շատ գովելի է որ մեր արտիստները անդրադառնում են այդ չի մոռացում այդ հրաշալի մարդկանց արվեստը չի մոռացում նրանց գործ դա շատ կարեւոր է եւ մեր այսինքն երիտասարդ սերունդը անդրադառնում է այդ բոլորին Իսկ դու ունես որևէ նախընտրել ես նրա կատարմամբ բոլորը եւ հատկապես այ նշեցիր նորվա երկը առանց սերջ կա դա հոյակապ է Ես փոքր ժամանակ գիտես որ երկի տակ է շատ Յարո ջան Յարո Այ դե ես արդեն այդ ժամանակ մեծ է Յարոների ժամանակ Յարոյի վիճակներ էր արդեն այո ես էլ էի շատ սիրում իմ երիտասարդության ժամանակվա երգերից այո որը շատ է մեզ ռեժիսորը հուշում է որ շատ ենք խորացել արդեն մեր մտածմունքների եւ երազանքների մեջ հիմա ժամանակն է մի փոքր դադար տալու Մինչ դադարը ես ուզում եմ ասել ամենավերջին շերտը ես բազուկը շարեցի այսպես դասավորեցի եւ հիմա ուղակի եգիպտացորենի հատիկներով պետք է զարդարեմ այն ընդհանրապես զարդարելու համար իհարկե ավարտին մենք կներկայացնենք վերջնական տարբերակը այո եւ մեր հեռուստատողը եւ մենք կվայելենք դեջիջի եթերից հետո բայց դուք էլ կարող եք տանը պատրաստել ու վայելել իսկ այսպես կարճ դադար կլինի ու արդեն տաղավարում ես կողջունում տաղանդավոր հյուրերին եւ կխոսենք հենց այդ գեղեցիկ պրոյեկտի մասին Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա ավարտվեց այս հատվածը, խոհանոցային հատվածը։ Հիմա կասեք ուր է աղցանը, իսկ աղցանը սառնարանում է։ Անպայման չմոռանամ նշել, որ պատրաստելուց հետո թողնելու եք սառնարանում այս աղցանը։ Իհարկե վստահ եմ դուք գիտեք, շատ ավելի լավ կլինի գիշերը պատրաստել, մեկ ամբողջ գիշեր թողնել սառնարանում, շատ ավելի համեղ եւ հագեցած աղցան է ստացվում։ Ես հենց հիմա կբերեմ մեր աղցանը։ Ահա այն ճիշտ է, շատ քիչ մնաց սառնարանում, բայց այնուամենայնիվ կարևորը որ դուք տեսնեք թե ինչ է ստացվել եւ ընդհանրապես վերհիշեք այս աղցանը եւ փորձեք պատրաստել կամ օրվա ընթացքում կամ մոտակա օրերին։ Ահա սիրելիներս, սա թողնենք մի կողմի վրա։ Այսպես Ամեն բան կարծես թե լավ է ստացվել, մնում է միայն ճաշակել, սիրելիներս ձեզ լավ նայեք, ձեզ բոլորիդ առողջություն եմ մաղթում, հետևեք ձեր առողջությանը, հետևեք ձեր սննդակարգին եւ ունեցեք բարձր տրամադրություն, անկախ ամեն տեսակի հանգամանքներից, իմացեք ես ձեզ շատ եմ սիրում, կհանդիպենք